Ադրբեջանը հայկական եւս 4 գյուղի նկատմամբ պահանջներ է ներկայացրել։ Բաքվի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի իշխանության կողմից քարոզվող Արևմտյան Ադրբեջան խոսույթի մեջ։ Ես դաժե վիդեոյով ես ինքս տեսել եմ, ցուցել եմ տվել, որ Նիկոլն ասել է այդ անկլավները պետքա հետ տանք։ Ու իզուր չի, որ այս Նիկոլը ամեն անգամ երբ որ Հայաստանի քարտեզը ցույց է տալիս, մի հատ էս պուճուրիկ բան ասես ցույց տալիս, ասում է, էս էլ մեր անկլավն է Ադրբեջանի բանի մոտ, էս էլ մենք պետքա վերցնենք, սա էլ մերն է։ Այդ ինքն հենց ասած, որ էս մեկ ասում է, սա մերն է, այն 4-ատն էլ ադրբեջանցիներն է։ Այն մեկ ասենք մեզ այդքան ստրատեգիչի պահով այդքան հարմար չէ, բայց այննանք որ մեր անկլավները վերցնում, մենք արդեն կիսվում ենք պալյուբոմ ու սենց, որտեվ լրիվ Սյունիքով բանով այդ անկլավները գալու են գնան։ Տալու է ինքն իր բերանով էլ ասել է, ես տալու եմ, էլ ինչա պետք որ մենք սպասենք հրաշքի, որ այդ չի տալու։ Դե դուք հիմա պատկերացրեք, միջանցքը տվեք, անկլավները տվեց, 300,000 ադրբեջանցին բերեց լցեց, արա սրանք լրիվ սուտ բաներ չեն, արա սրանք կլնող բաներ են, ամեն օր քայլ առ քայլ էս ամեն ինչը կատարվում լինում է, այստեղ sense հիմա չեմ նստել sense բոլորից վախացնեմ իջածեմ, քայլ առ քայլ լինում ասվում է, տեսնում ենք։ Я уже говорил об этом некоторое время назад. Мы должны вернуться на свои исторические земли не на танках, а на автомобилях. Հանձնաժողով է բացվել, որ հավաքվում են, որոշում են թե ինչ ծրագրեր անեն, որ այդ արևմտյան Ադրբեջանը հետ բերեն։ Այս տարի Ադրբեջանի պետական բյուջեից ռեկորդային շատ 51 նախագիծ է ֆինանսավորվել։ Հաջորդ 2026-ին էլ Արևմտյան Ադրբեջանի թեման կլինի կառավարության դրամաշնորհային մրցույթների առաջնահերթությունների շարքում։ Մենակ այս ուղղությամբ արևմտյանը 51 ծրագիր են արել։ Դե հիմա անկլավների պահովնայի քանի ուղղություններով են զբաղվում, այս են անում, ոչ մեկի չի անհանգստացնում, սրբազան երեխա ունի թե չէ։ Արա դու գնա քո երեխեքով զբաղվի, մի հատ իմացի տես, աշոտիկը քո երեխեն է, քո երեխեն չի, այն մնացածը քո երեխեքն են, քո երեխեքը չեն։ Ինչ ես ընկել սրբազան հետևից, ծնգծրիր, թողիր, արա դու էլ։ Они составлены царской Россией, той самой царской Россией, которая некогда переселила армян из Ирана и Восточной Анатолии на нашу Карабахскую землю, чтобы изменить здесь этнический и религиозный состав населения. На этих картах нет озера под названием Сиван. На них есть озеро Гёйча. То азербайджанцы жили и в Армении, но были оттуда изгнаны. Президент уверен, что они будут жить там снова.